Եթե պետությունը չի հարգում իր ազգի հերոսներին, հասարակ հայրեն ասեր տղերք իրանց կյանքերը զոհին, հազարավոր մայրեր ուղարկին տղերքին թշնամու դեմ, որ այսօր պետությունը ատվեց մեջտեղի մատը տնգեն։ Եթե այսօր հայ տղերքը փճացնում են աղջիկներին, պարտադրում են, որ աղջիկը լինի մաքուր տեղը տեղին, 15-ին ինքնասպան եղան, որ թշնամին չկպներ, որ այսօր դուք էթ թշնամու հետ կայֆեր անեք։ Եթե հայը չի ուզում, որ բարձրանա կողքի հայը, եթե հայը բաժանել է ջուրը, հողը, սարը, քարը, եթե հայը այսօր հայի դեմ թշնամուց բեթարը, արեք չխոսանք թե խիա էնյան կայնած արարատը, եթե պետությունը պատժում է իրա ժողովրդին, իսկ ժողովուրդը հոգնել է ուզում արդար ապրի, հարկերը երկու անգամ շատ են սեփական եկամուտից, օրերից մի օր էդ երկիրը կվերածվի քաոսի։ Եթե փոքր սերունդը չի հարգում այսօր մեծերին, էդի նրանից ա որ մեծերը միտեղ մեծ սխալ թողին, եթե այսօր սերունդը ուզում ա ապրի առանց կոմպլեքսերը, մարելույա նրան փոխարինելույա սեքսը, եթե երեխեն խաղալիքի տեղն ունի փողի կարիք, եթե փողը դարձել է օդ, փչում են փողով շարիկ, են վախվանը չեն մարդիկ քչերն են նայում վերևեն, ես տպավորությունա, որ մարդիկ ձգտում են ներքեր, եթե պետությունը չի տալու շանս տաղանդներին, մարդիկ սիրում են տենան արեստական տիկնիկների, պետությունը չունի ապագա, եթե այս խեմայով գնա երկիրը փողից է սարքած, զարմանալի բան էլ չկա, եթե մենք ուզում ենք փոխենք, մենք պիտի մեզի փոխենք, եթե մենք ուզում ենք թազենք, պետք է հինը վերականգնենք, եթե մենք ուզում